Օրեր առաջ ընդամենը 40 տարեկան հասակում կյանքից հեռացավ Խաչատուր Հունանյանը, մեծ վիշտ պատճառելով հարազատներին, ընկերներին և իր արվեստի երկրպագուներին։ Խաչատուր Հունանյանը տարիներ շարունակ ամուսնացած էր և երջանիկ ընտանեկան կյանք էր վարում։ Զույգն ունի մեկ դուստր և մեկ որդի, որոնց հանդեպ դերասանի սերն ու նվիրվածությունը միշտ ակնհայտ են եղել։ Նրանց առաջնեկը՝ Սոֆյան, լույս աշխարհ է եկել 2015 թվականին։ Դերասանը տարբեր առիթներով խոսել էր իր առողջական խնդիրների և դրանց դեմ պայքարի մասին, ընդգծելով հետևյալը, որ ամենադժվար պահերին ուժ է ստացել հենց ընտանիքի կողմից։ Նա նշում էր, որ պարտավոր է պայքարել ու հաղթահարել բոլոր դժվարությունները հանուն իր երեխաների։ «Պետք է ապրեմ հանուն երեխաներիս»՝ այս միտքը դարձել էր նրա կյանքի կարևոր շարժիչ ուժերից մեկը։ Այսօր այդ խոսքերն առանձնահատուկ հուզիչ են հնչում, հիշեցնելով, թե որքան մեծ տեղ էին զբաղեցնում նրա կյանքում կինը և երկու երեխաները։ Խաչատուր Հունանյանի հիշատակը կապրի ոչ միայն նրա ստեղծած կերպարների, այլև այն սիրո և նվիրումի միջոցով, որով նա շրջապատում էր իր ընտանիքին։ Դե իսկ Star News-ն առանձնացրել է նրա մասնակցությամբ մի քանի տեսանյութ, առաջարկում ենք դիտել դրանք։ Ողջույն, իմ սիրելի բարեկամներ, հետևորդներ, հուսամ լավ եք բոլորդ։ Ես կրկին այսօր գտնվում եմ Մյունխենում, երկուշաբթի օրը հանդիպում եմ բժիշկներին արդեն նոր հետազոտությունների համար և երեքշաբթի օրվանից ինձ թվում է կսկսենք արդեն նոր ռադիացիոն կուրս։ Ահագին ժամանակա եթեր չէի բարձրացել, բայց ասեմ, որ Հայաստանում էի գտնվում, որոշեցի մի քանի մասնագետ տեսնեմ թոքերի հարցում, բայց խորհրդակցեցի թե Ամերիկայի պրոֆեսորի հետ, թե այստեղ Գերմանիայի պրոֆեսորի հետ և ինձ խորհուրդ տվեցին չշտապել Հայաստանի հարցում, որովհետև արդեն ընտրված կուրս կա, որը ես ընդունում եմ քիմիայի դեղերի և ռադիացիաների հետ, այսինքն պետք է այս ամեն ինչը ավարտվի, որպեսզի չխառնվի ամեն ինչ իրար։ Դրա համար չարեցի նման բան։ Ընթացքում հասցրեցինք շատ ավելի լավ բան անենք, մենք շատ փոքր մասայով մեր ընտանիքի, կարելի ասել մի 10 հոգով կնքեցինք տղայիս և աղջկաս, նաև եղբորս տղային և աղջկան, հայկական ավանդական եղանակով, առանց որևիցե քեֆերի և այսինքն դրսի աշխարհին ցույց տալու, որ մենք երեխաներին կնքում ենք։ Այցելեցինք շատ եկեղեցիներ, մատուրներ, խմեցինք ջրեր այնտեղից։ Մի խոսքով վայելեցինք Հայաստանը ճիշտ է կարճ ժամանակով, մի 10 օրով, բայց տպավորիչ էր։ Ասեմ, որ այցիս 5-րդ օրը ինձ մոտ եղավ թոքաբորբ, շատ վատ և շատ վատ բաներ էր մտքովս անցնում, որ կապված է քաղցկեղի հետ, արյան արտադրություն եկավ, մտածում էի, որ կապված այդ ամեն ինչի հետ, բայց չէ, տաքությունս հանկարծ բարձրացավ 38 աստիճան ու ես հասկացա, որ մինուս 15 աստիճան ցրտի ժամանակ Կալիֆոռնիայից եկած յուրաքանչյուր անձ սյուրպրիզի է գալիս ու ծուր Հայաստանը ասում է բարի գալուստ Հայաստան, լեռնային գոտիներում։ Մենք կայանել ենք Հրազդանում է շատ ցուրտ է, աստիճանների տարբերություն կա Երևան-Հրազդան։ Բարեբախտաբար դեպի լավն ենք հիմա գնում և տեսնենք ինչ կլինի այստեղի բուժման արդյունքները։ Հուսամ դուք էլ լավ եք, շատ բան չկա իրականում ասելու, բայց ընդհանրապես կուզեմ մի թեմայի անդրադառնամ։ Վերջի տվածս The Community կայքին տված հարցազրույցը շատ մեծ արձագանք է բարձրացրել, հարուստ հայեր, նոր հայեր, չգիտեմ, North Hollywood, Glendale, շողջ են թեթև տարեք էլի, ձեր կոմենտներում քրվում եք իրար, չգիտեմ ինչեր եք անում։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ մնա կոռեկտ, ամեն ինչ մնա լավ, մարդիկ իրականում ավելի բարդ խնդիրների առաջ են հիմա կանգնած, ես փորձում եմ այնպես անեմ, որ բոլորը ժպտակ լավ լինի, նեգատիվ չտրամադրվեք, պոզիտիվը տիրի, բայց էլի հասկանում եմ, որ ինչ-որ մի հատ մասսա ունենք մենք, ովքեր ամեն ինչ անում են դեպրեսիա ստեղծելու համար։ Հարգեք իրար ընդհանրապես այդ
Ինչ ասեմ, լավ եղեք, ես էլի եթեր կանեմ այս 2 օրը, մինչև հասկանում ինչ այստեղ շաբաթ օր այսօր, վաղը Կիրակի կարող ստանանք, երկշաբթի օրը արդեն կսկսի հիվանդանոցային մեր արկածները։ Համբուրում եմ բոլորից, սիրում եմ, Աստված բոլորիդ պահ։ Հարգելի եւ սիրելի հետևորդներ, բարև ձեզ։ Առավոտյան ժամը 5-ն է, մենք գտնվում ենք City of Hope Դուարտեի հիվանդանոցում, օնկոլոգիայի լավագույններից մեկը, ասած ցույց տամ թե երևա որտեղ եմ, մտնենք ներս եւ ունենք այսօր ուղեղի սկանավորում եւ մնացած բաները կասեմ մյուս կլիպում։ Շարունակեմ թեման, քանի սպասում ենք ստեղ, մինչև սրանք իրանց դռները բացեն, 5:30 նոր սկսում են աշխատել, ինձ 5:15 ժամադրել են, որպեսզի գամ ուղեղի սկանավորման, հետո դրանից հետո լինելու ուսիս, թոքերի, կոնքի շրջանում սկանավորումներ, ինչի շտապեցի սկանավորում վերցնեմ ստեղ, որտեվ վերջի մի քանի օրը կոնքիս հատվածում, գլխիս հատվածում կան ցավեր եւ մտածեցի ուղղակի սկանավորման համար գամ այստեղ, փորձեմ այդ նույն տեղերը նորից նկարներ վերցնեմ, հասկանամ թե ինչ է կատարվում։ Ինչի եմ sense նեգատիվ խոսում այս հիվանդանոցի մասին, որովհետեւ իրականում էլի դեպքեր եմ լսում մարդկանց հանդեպ վերաբերվելու ու մնացած բաների համար, դրա համար վստահություն չեն ներշնչում այս մարդիկ, ուղղակի գիտեմ որ նկարները չեն խափում, նաև այս նկարները պետք է ուղարկեմ Գերմանիայի իմ պրոֆեսորների թիմին, որպեսզի իրանք ժամանակից շուտ կարողանան հասկանան, թե ինչ պրոցեդուրաների մեջով եմ ես անցնելու հետագայում փետրվար ամսին, փետրվարի 12-ից սկսած։ Այսինքն, որպեսզի կոնկրետանանք ու հասկանանք մեր մնալու ժամանակը այնտեղ, պետք է այս ամեն ինչը ունենանք։ Նաև ասեմ մի նորություն, որ հունվարի 22-ին, որը որ 2 օրից է, ես որոշեցի նաև գնալ Հայաստան։ Հայաստանում եւս տեսնել թոքերի մասնագետների, կան մի քանի հոգի կոնկրետ անուններ չասեմ այս պահին, մյուս եթերը կանեմ Հայաստանից եւ կասեմ թե իրականում մոտ եմ գնացել ու ինչ արդյունքների մասին եք մենք խոսալու, ինչ որ հուսադող բաներ ասում են, բայց ամեն դեպքում ես ոչ մի հնարավորություն բաց չեմ թողնում, որպեսզի այս չարաբաստիկ բանից բրծնեմ։ Ինչ ասեմ, լավ եղեք, առողջ եղեք, պոզիտիվ մտածեք, բոլոր քաղցկեղով հիվանդներին կոչ եմ անում ժպտալ, շուշացնել ձեր ժամանակները, ժամադրությունները ձեր բժիշկների ու դիետաների հետ կապված, լավ նայեք այս ամեն ինչին, պետք է գնալ, պետք է նկարել, ոչ մի վարքյան չկասկածեք ու չմտածեք, որ ինչ-որ բան դեպի վատն է գնալու, ամեն ինչ ձեզանից է կախված, պոզիտիվ եղեք։ Սիրում եմ բոլորիդ, երկար ժամանակ եթեր չի արել, բայց կշփվենք էլի։ Կոմենտներում էլ գրեք տեսնեմ դուք ոնց եք։